հարց համար 42 ճանապարհաշինական ծրագրերին գումար հատկացնելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում բյուջեում փոփոխություններ եւ վերաբաշխում կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է կատարել 15.65 միլիարդ դրամի վերաբաշխում եւ դրանք ուղղել մի շարք ճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, փորձաքննության, նախագծերի ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաեւ տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար նախագծի մեջ ընդգրկված ընդհանուր ճանապարհների երկարությունը կազմում է 63.5 կիլոմետր, մի մասը հանրապետական նշանակության, մի մասը միջպետական եւ զգալի մասը հիմնանորոգումների մասով տեղական նշանակության ճանապարհներ են։ Միաժամանակ, պարոն վարչապետ, կցանկանամ նշել, որ նախորդ չզեկուցվող հարցերի երկու հարցով էլ կրկին վերաբաշխումներ են կարել եւ 3.7 միլիարդ դրամ արդեն հատկացեցինք ընդհանուր 76.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհների միջին նորոգման եւ 1.6 միլիարդ դրամ կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 10.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման համար այս աշխատանքները, որոնք կթվարկենք դրանց մի մասը արդեն շինհրապարակներում իրականացվում են, ընդհանուր այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, բացի դա նաեւ սուբվենցիոն ծրագրեր հաստատեցինք չզեկուցվող հարցերի փաթեթով, նաեւ էլի կապիտալ ներդրումների մասով մենք նաև մանկապարտեզների հետ կապված որոշումներ ենք ընդունել։ Ես հիմա դրանք բարձրաձայնեմ, նախ առաջին փաթեթի մեջ ընդգրկված նախագծերը հետևյալն են. Արագածոտնի մարզում Ռեաթազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում այս տարի կիրականացվի, ընդ որում երբ որ այց էի կատարել գյուղ եւ այն ժամանակ անձրևների հոսքերը լցվում են մերձագա տները եւ բակերը եւ այդ ժամանակ հանձնարարեցի, որ մենք այդտեղ լուծում գտնենք, սա այդ նախագիծն է, ճիշտ եմ արձանագրում։ Պարոն վարչապետ, պայմանագիրը արդեն ունենք, շինարարական աշխատանքները առաջիկա շաբաթների ընթացքում կմեկնարկեն։ Շատ լավ։ Գեղարքունիքի մարզում ծովակից Վարդենից ստանող ավտոճանապարհի 9 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, այս ճանապարհի մասին էլ ենք շատ խոսել, երկար մտածում ենք, թե ինչ տարբերակով է պետք առաջ գնալ, որովհետև ի սկզբանե նախագծված է ինքը բավական մեծ բարձրություն էր նախատեսում, որը մենք հասկացանք, որ չարժի այդքան ծախս անել, որովհետև իրատեսորեն Սևանը այդքան չի բարձրանալու, որ այդքան բարձրացնելու անհրաժեշտություն ունենանք, դրա համար մենք ավելի փոքր ծախսով ավելի քիչ կբարձրացնենք ճանապարհը։ Իհարկե այս մոտեցման թերությունն այն էր, որ ճանապարհի այդ հատվածը ըստ էության Սևանի շուրջ միակ կտորն է, որ լավ վիճակում չի գտնվում, բայց կարծում եմ արժեր այսքան մտածել, վերլուծել, որովհետև իսկապես այդ նախնական ծախսը շատ մեծ էր։ Առնվազն կիսով չափ, եթե չեմ սխալվում, ավելի շատ է կրճատվում, չէ՞, այս տարբերակում։ Պարոն վարչապետ, նախատեսված էր բարձրացնել շուրջ 6 մետր, որոշ հատվածներում, հիմնական հատվածներում 6 մետր, մենք այս նախագծով 1.5 մետր կբարձրացնենք, այնքան ինչքան անհրաժեշտ է առաջիկա տարիների համար։ Միաժամանակ ասեմ, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը 20 կիլոմետրից ավել է, մենք այս նախագծով կոնկրետ 3 լոտերով ենք պլանավորում իրականացնել, այսօրվա ներկայացված երկարությունը 9 կիլոմետր է, մյուս երկու նախագծերը այս պահին փորձաքննությունների փուլում են գտնվում, առաջիկայում էլի կներկայանան կառավարությանը այդ մասով վերաբաշխում խնդրելու։ Այսինքն հիմա մենք վստահ ենք, որ 27 թվին Սևանի շուրջը վատ վիճակում գտնվող ճանապարհ չենք ունենա։ 27 թվի վերջին չենք ունենա, պարոն վարչապետ, այս տարի էլ արդեն առիթ եղել է ներկայացնելու, հիմա շուրջ 40 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացնում էլի Սևանի հատվածում, Սևանից դեպի Երևան եւ Երևանից դեպի Սևան ընկնող ճանապարհին, մնացած բոլոր հատվածներում ճանապարհը նորմալ վիճակում է եւ շարունակաբար սպասարկելով եւ միջին նորոգում իրականացնելով երկար տարիներ կպահենք նորմալ երթևեկելի։ Շատ լավ։ Մի հատ Վարդենիսից ծափաթխատվածը մի հատ էլ է պետք նայել, այնտեղ փոքր կտորներ կարող լինեն, որ շատ մանր աշխատանքներ կա,
Այդ փոքր բաները պետք է ուշադիր լինել անել, որովհետև տենց ընդհանուր տպավորությունը ինքը իրենց բան չի ներկայացնում, բայց կարող ընդհանուր տպավորությունը փչացնի։ Այսինքն կարող է այդ ամբողջի վրա 3 հատ փոսը լինի եւ բանը լինի, էլի, այսինքն տպավորությունը փչանա։ Կարելի է արագ լուծել այդ հարցերը։ Նախորդ տարիներից ունենք այդպիսի դեպքեր, երբ որ միջպետական կամ հանրապետական նշանակության ենթադրենք 50 կիլոմետր ճանապարհի վրա երկու տեղով 500 մետր ճանապարհ դուրս է մնացել շինարարությունից։ Այո։ Հիմա այս տարի այդպիսի ճանապարհների հիմնանորոգում ենք իրականացնում, օրինակ մեկը կարճ 300 մետր երկարությամբ Վաղարշապատ մտնող հատվածն է միջպետական մայրուղուց, մեկը Զվարթնոցի օդանավակայան գնացող հատվածն է, փոքր կտորներով դրանք ամբողջը երթևեկելի կպահենք։ Բայց այդ հարցը պետք է ինստիտուցիոնալ լուծել, որովհետև այդ կարգի խնդիրները կապված են հիմնականում ճանապարհների անձնագրավորման թերությունների հետ։ Այսինքն մենք ճանապարհը տեսնում ենք իր փաստաթղթերով, իր կոորդինատներով։ Հետո պարզվում է, որ երկու փաստաթղթի արանքում 100 մետր կտոր կա, որը կամ 300 կամ 500, որը չի փաստաթղթավորը։ Իհարկե, ցավոք սրտի ավելի մեծ կտորներ էլ ենք ունեցել, որովհետև մեզ թվացել է, որ ճանապարհը ամբողջական կառուցում ենք, հիմնանորոգում ենք, հետո գնացել ենք, տեսել ենք ինչ-որ մի հատված կա, բայց այս ինչա, այսքան հատվածը փաստաթղթերի մեջ չկա։ Նկատի ունեմ, այս փորձից պետք է ամբողջը գույքագրել, որ այդ խնդիրը լուծել։ Հաջորդ թիվ Կոտայքի մարզում Աբովյանից Արզնի եւ Նոր Գեղի տանող ավտոճանապարհի Արզնուձորի հատվածի 6.7 կիլոմետր երկարությամբ հատվածի նորոգում։ Զորավանից դեպի Արագյուղ Հելիկոտայքի մարզում Երնջատապ տանող ավտոճանապարհի 12.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Նախորդը 2026 թվին կավարտվի, այս մեկը 2027 թվականին։ Տավուշի մարզի Ենոքավանից դեպի Կարմիր գյուղ, Գյուղատեղի եւ Ջուջևան տանող ավտոճանապարհի 66.8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Այս էլ շատ մեծ նախագիծ է, որի մասին բազմիցս խոսել ենք եւ ըստ էության մենք ճանապարհային նոր հատվածներ ենք ներդնում Հայաստանի Հանրապետությունում, որը կարծում եմ տնտեսական եւ ընդհանուր պայմանների համար անհրաժեշտ է, բայց մենք ընդհանուր ճանապարհներին արդեն մեծ խնդիր ունենք, որովհետեւ արդեն միջպետական նշանակության ճանապարհին խցանումը արդեն տենց սովորական բան է դարձել, որը խնդրեմ է։ Մենք իհարկե ժամանակին խոսել ենք սրա մասին, բայց ես չեմ տեսնում տարբերակ, որ մենք կարողանայինք ճանապարհների վիճակը տեխնիկական հնարավորությունները ավելի շատ արագ բարձրացնել, քան ավտոմեքենաների քանակը։ Բայց այն ռազմավարությունը, որը մենք ընդունել ենք, այդ տրամաբանությամբ մենք պետք է գնանք։